Պարոն վարչապետ, իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել։ Հստակ հենց այն տարելիցին, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։ Հիշում եմ այդ օրերը, ամիսները, որոնք անհանգստությամբ էին լցված, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում այն պետությունների հետ, որոնք հանդիսանում էին նախկին խորհրդային պետություններ։ Երբ Լեհաստանը մշտապես գլխավորում էր այն ցանկը, այն պետությունների ներ քաջալերում, որոնք ընտրում էին իրենց անկախությունը, եւ դա մի ժամանակ էր, երբ շատ լավ էինք նախազգում այն նմանությունը պատմական, համատեղ զգայունությունը, պատմության ճիշտ ընկալումները եւ մեր երկու պետությունների, ինչպես նաեւ այն վտանգները, որոնք մեր երկրներին սպառնում էին եւ անվտանգությունը։ Այսօր կարող եմ նշել, որ մեր հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաեւ մեր անձնական հարաբերությունները, դա ընկերություն է եւ դա առանց որևէ նախապայմանի է։ Մենք ունենք նմանատիպ նպատակներ Լեհաստանում, շատ են գնահատում հայերին եւ ուզում եմ մատնանշել հենց քո կատարած աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանք էր որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն տեսլականը, քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին եւ սա մի երևույթ է, որը այսօրվա բարդ պայմաններում եւ ռուսական ագրեսիայի Ուկրաինայի վրա ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է եւ դու պետք է օրինակ հանդիսանաս հենց այդ քաղաքական ուղղուվարման համար։ Նաեւ պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը դա առաջնահերթ կետ է եւ որքան վտանգավոր է այդ ուղին բռնելու համար տարատեսակ գործողություններ իրականացնելու, թեև այն դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ցանկանում եմ հայազգին եւ անձամբ քեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։ Նաեւ ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին եւ սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրոմիության այդ մեծ ընտանիքը։